Սիրելի գյումրեցիներ, բարև ձեզ, շարունակում ենք մեր զրույցները Գյումրու ավագան ու արտահերթ ընտրությունների շուրջ։ Ինչպես գիտեք, երեկ ԿՊ քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը գռեհիկ անպատասխանատու հայտարարություններ արել, ակնհայտ սուտ տեղեկություններ տարածել այն մասին, որ դեմոկրատական այլընտրանք կուսակցության Գյումրի քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը իբր թե ցանկություն է ունեցել կամ դիմել է Թուրքիայի քաղաքացի դառնալու համար, սա ակնհայտ սուտ էր, պոչով, պոզով, ինչպես ասում են, այդպիսի սուտ էր եւ մենք, ես ու Արտյոմ Ղարաղազարյանը այսօր ասուլիս էինք հրավիրել, ժամանակ տվեցինք Սարիկ Մինասյանին, որպեսզի նա իր սուտը հերքի, դրա համար ներողություն խնդրի։ Ցավոք սրտի Սարիկ Մինասյանը չհետևեց մեր հորդորին, ընդհանրապես ԿՊ-ական դառնալուց հետո Սարիկ Մինասյանին բանականությունն ու ադեկվատությունը լքել են, նա բացի ԿՊ-ականների զառացանքներից այլ բաներ սովոր չէ լսելու, բայց այստեղ ոչնչով նրան օգնել չեմ կարող, մի անգամ էլ ես նրան հորդոր է եղել մի որոշ ժամանակ առաջ, հորդորելով ինքնաբացարկ հայտարարել եւ սահմանազատվել Հայրենիքի գողերի կուսակցությունից, ցավոք սրտի այդ անգամ էլ Սարիկ Մինասյանը չլսեց իմ հորդորը եւ օր-օրի նրա վարկանիշը գահավիժում է, գուցե նա դա չի նկատում, բայց այնուամենայնիվ ակնհայտորեն այդ տենդենսը կա։ Ահավասիկ այսօր իր սուտը Սարիկը չի հերքել, ուզում եմ արձանագրել, որ Սարիկ Մինասյանը ԿՊ-ի չափանիշներով չեմպիոնական բարձունքներ է նվաճում, այսինքն ընդամենը մի քանի օրական ԿՊ-ական է, բայց յուրացրել է ԿՊ-ի ամենակարևոր հատկանիշը՝ սուտ խոսելը։ Սուտ խոսելը, այնուհետև անպատասխանատու կերպով իր հայտարարությունից թռնելը։ Հիմա, քանի որ ներողություն չի խնդրել Սարիկ Մինասյանը, մենք այս փաստը արձանագրում ենք եւ իրավական, քաղաքական, բարոյական հարթություններում շարունակելու ենք պահանջել Մինասյանից, որպեսզի նա հերքի իր սուտը կամ առնվազն նրա նկատմամբ մեծացնելու ենք բարոյական, իրավական եւ քաղաքական ճնշումը։ Դա մեր իրավունքն է, մանավանդ որ Սարիկ Մինասյանը եւ նրա շրջապատը հրեշտակ չեն, մենք գործ ունենք մի կուսակցության հետ, որն ըստ էության կործանել է մեր հայրենիքը, մենք գործ ունենք մի թեկնածուի հետ, որը ինչպես պարզվեց, կրթական, բարոյական, բարձր ծեզերի չի տիրապետում եւ մեր եւ ԿՊ-ի հարաբերությունների էսկալացիայի ողջ պատասխանատվությունը մնում է Սարիկ Մինասյանի եւ ԿՊ կուսակցության ուսերին։ Հիմա առավել քան համոզված եմ, որ մեր կուսակցությունը ընդդիմադիր այլ կուսակցությունների հետ միասին գյումրեցիների աջակցությամբ ծանր պարտության է մատնելու Սարիկ Մինասյանին եւ ԿՊ-ին, որտեւ Գյումրի արժանապատիվ ժողովուրդը չի կարող հանդուրժել հայրենիքի գողերին եւ ստախոսներին։ Լավ մնացեք, սիրելի գյումրեցիներ, ես ընդամենը հերթական անգամ ուզում եմ արձանագրել, որ Սարիկ Մինասյանը ստախոս է եւ այդպես էլ չօգտվեց մեր ձեռած պատուհանից։